Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։ Դուք դիտում եք Հավատքի կյանք հաղորդաշարը։ Ինչ է հավատքի կյանքը։ Հավատքի կյանքը մի ճանապարհորդություն է դեզերքի ամենակարևոր անձի Հիսուս Քրիստոսի հետ։ Ավելի մեծ երջանկություն չկա, քան այն, երբ մարդը հանդիպում է իր կյանքի մեջ Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Սաղմոս 69:30 համարի մեջ մենք կարդում ենք. Ես երգով պիտի գովեմ Աստծո անունը և գովաբանությամբ պիտի փառաբանեմ նրան։ Այս խոսքերը մեր այսօրվա հաղորդման հյուրի կյանքի մեջ իրականություն են դարձել։ Մեր հաղորդման հյուրն է հանրաճանաչ երգիչ, քրիստոնեական երգիչ Դավիթ Թուջերյանը։ Դավիթ եղբայր, ողջույն։ Ողջույն, Մասիս եղբայր ջան։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար, որ գտել եք ժամանակ այս հարցազրույցի համար։ Ինչպես սկսվեց ձեր հավատքի կյանքը։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար եւ ասեմ, որ ձեզ ճանաչելով էլ ավելի հրավերի ժամանակ ուրախ եղա, որ միասին պետք է խոսենք եւ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին, մանավանդ մեծ ուրախություն է, թող օրհնյալ լինի իր անունը հավիսյան։ Ամեն։ Ես ուզում եմ ասել, որ պատանի տարիքից է իմ մոտ սկսվել հավատքի կյանքը եւ դա չի եղել ոչ մեկի քարոզչությամբ եւ վկայությամբ։ Պետք է ասեմ, որ ինչպես բոլորը, այնպես էլ ես, երբ որ այն ժամանակ ֆիլմ էր լինում մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ կապված, նայում էինք եւ հավատքը այնպիսի բան է, որ Աստված ի ծնե մարդու մեջ դրել է եւ այդ ֆիլմերը նայելուց միշտ արտասվում էի։ Արդեն Տերը իմ մեջ այդ գործը արել էր հավատքի եւ ես հավատում էի ու առաջի քայլերը սկսեց այդտեղից, հետո հաջորդեց մի օր ուրեմն մորս մայրիկիս ծնունդն էր եւ ես գումար ունեի հավաքած ու որոշել էի նվեր առնել եւ գնացի այդտեղ մոտակա խանութներից մեկում, հենց մտա ներս, բազմաթիվ այնտեղ իրեր կային վաճառքի դրված, բայց այդ իրերի մեջ կար այնտեղ մի խաչ եւ այն պահը պատկերված խաչյալ Հիսուս Քրիստոսը խաչի վրա եւ ես էլ աչ ու ձախ չնայեցի, միանգամից ասացի այդ խաչը տվեք ինձ եւ այդ խաչը վերցրեցի ու վազելով եկա, փաթաթել էին, այն ժամանակ թերթերի մեջ էին չէ փաթաթում, այդպես եկա տուն եւ երբ որ մայրս բացեց տեսավ, շատ հուզվեց, որ իր տղան տեղ է տալիս այդքան հավատքին եւ իմ հավատքի կյանքը սկսվեց հենց այդտեղից։ Ես սկսեցի այդ խաչի առաջ աղոթք անել։ Դա շատ մի փոքրիկ հավատք էր, որ շատերի մոտ հենց կարծես թե այդտեղից էլ սկսվում է շատ ժամանակ։ Հետո դրան հաջորդեց մեր տան Աստվածաշունչը, որ մայրս ձեռք բերեց, վաճառքի դրված էր եղել եւ մայրս տուն գալուց գնել էր ու բերեց տուն, մենք շատ պատվավոր տեղում դրեցինք այդ Աստվածաշունչը եւ մենք հասկանում ենք, որ ինչ որ շատ կարեւոր բան է մեր տուն մտել, մի գիրք, որը որ անգին է եւ շատ այսպես ուղիղ դրված էր, ինքը միշտ մաքուր էր, միշտ սրբված, այդպես պատիվ տալով այդ գրքին անցանք առաջ, կամաց սկսեցինք ծանոթանալ, որտեղ է այս գիրքը տպագրված եւ այլն եւ սկսեցի կարդալ։ Երևի կլինեի 10 տարեկան, որ ես այդ ժամանակ ամբողջ Աստվածաշունչը կարդացել եմ։ Ու գիտեք ամենահետաքրքիրը որն էր, որ ես ամեն տողը երբ որ կարդում էի, որպես ճշմարտություն էի ընդունում։ Սկսել եմ կարդալ Ծննդոց գրքից եւ շատ բաներ անգամ հիմա են մեզ համար չէ անհասկանալի բաներ կան, որ ընթացքում բացվում է խոսքը։ Պատկերացրեք պատանի տարիքում որ հին ուխտը մանավանդ ինչքան անհասկանալի բաներ կան, չէ։ Ես կարդում էի եւ թեկուզ չէի հասկանում, բայց որպես ճշմարտություն ընդունում էի եւ փառք էի տալի Աստծուն դրա համար։ Հետո նոր կտակարանին հասա, նորն էլ կարդացի եւ այդտեղից իմ մոտ այդպես բացվեց ավելի ճշմարտության ճանապարհը։ Ես արդեն հասկանում էի, որ կենթանի Աստծուն ուղիղ պետք է աղոթք անեմ դեռ պատանի տարիքում։ Եվ հենց գիրքը, հենց Աստված է ինձ վկայել իր մասին։ Հրաշալի է։
Պետք է ենթադրել, որ ձեր ընտանիքում ձեր ծնողները կամ բարեկամները հավատացել էին արդեն։ Ոչ, ոնց որ սովորական հայկական ընտանիքները, այնպես էլ մենք։ Ոչ մեկ չկար։ Ուղղակի գրքի միջոցով մենք բոլորը սկսեցինք կարդալ։ Եվ այդպես տարիների ընթացքում դա կամաց սկսեց աճել։ Բայց ասեմ ձեզ, որ ես դրանից հետո դուրս էի գալիս փողոց, իմ ընկերներին ասում եի, գիտեք, մենք գեշ խոսքեր պետք է չասենք, մենք պետք է ապրենք պարկեշտ, տղերք ջան, բան, բայց իրանք, քանի որ այդ փողոցային կյանքը անընդհատ զուգահեռ կար, իրենք ծաղրում էին։ Սովորական մարդուն, որ ասում ես նման բաներ, մանավանդ ընկերական շրջապատը, որ նոր ձևավորվում է, այդ շրջանակներում, երբ որ դու սկսում ես խոսել հավատքի կյանքից, մանավանդ պատանի տարիքում, միանշանակ ծաղրի ես արժանանում։ Հետաքրքիր զուգադիպություն է տեղի ունենում, որովհետև նույն ձևի ես էլ պատանի տարիքին եմ ապաշխարել, հավատքի եկել, նույն ձևի մեծ խաչ եմ ունեցել, միջև ապաշխարելը, որի առջև ծնկի էի գալիս, աղոթում էի, հիշում եմ այդ առաջին քայլերը հավատքի, ինչպիսի արձագանք էր ունենում ընտանիքը մանավանդ, հայրիկը, մայրիկը, երբ որ տեսնում էին, որ իրանց երեխան հետաքրքրվում է հոգևոր բաներով։ Գիտեք, քանի որ մենք Աստվածաշունչը սկսեցինք բոլորով ուսումնասիրել տանը, մեր համար դա նորություն էր եւ այդպիսի կարծիքներ չի եղել տան մեջ։ Մենք միասին ենք սկսել կարդալ, հերթով կարդում էինք այդպես։ Բայց ես պետք է վերադառնամ Սերմնացանի առակին, որտեղ որ ասում է, որ մի քանիսը ընկան քարքարոտ տեղը, չէ, եւ շուտով ծլեցին, բայց քանի որ արմատ չունեին, արևը զարկեց եւ իր վայելուչ տեսքը կորավ։ Հիմա ինձ հետ կատարվում էր նույն բանը։ Ես շուտով ուրախությամբ ընդունեցի ավետարանի խոսքը, բայց քանի որ դա արմատ չուներ, պատանեկան եւ երիտասարդական այդ ցանկությունները, այդ ընթացքը, մի խոսքով դրանք խանգարում էին ինձ։ Մինչև որ ես բանակն էլ վերջացրեցի, եկա տուն, էլի շարունակվեց աշխարհային այդպես կյանք, բայց հավատքը զուգահեռ, այսինքն միշտ թե բանակային կյանքում, թե առօրյայում, գիշերը քնելուց առաջ միշտ ունեցել եմ ես այդ աղոթքները։ Ինչպես շատերը։ Այսինքն այդ գործերը չկար, պատվիրանների պահպանելը չկար, բայց աղոթքը կար։ Փառք Աստծուն, որ Աստված անձամբ իր Սուրբ Հոգու ներգործությամբ սերմանեց ավետարանի Սուրբ սերմերը ձեր սրտի մեջ եւ վստահ անպայման այդ սերմերը աշխատելու են մարդու կյանքի մեջ, մեծացակ եւ կարելի է ասել աշխարհը մանավանդ երիտասարդական տարիքից ավելի կձգի դեպի իրան, բայց երբ տեղի ունեցավ ձեր լուրջ քայլը դեպի Աստված, որ եկաք եկեղեցի, հասկացաք, որ անհրաժեշտ է ամբողջությամբ լիարժեք նվիրվել Տիրոջը։ Ուրեմն Տիրոջ խոսքը ասում է, որ ես ում սիրում եմ, նրանց էծում եմ, չէ՞։ Եթե խրատին մասնակից չլինեք, ուրեմն խորթեք, այլ ոչ հարազատ որդիներ, այդպես հենց կատարվել է իմ կյանքում, Աստված ինձ խրատել է։ Եվ ասում է խրատելով խրատեցիր ինձ, բայց մահվան չմատնեցիր, այդպես էլ Տերը վերաբերվել է հենց ինձ հետ։ Թող օրհնյալ լինի իր անունը, որ ինձ մահվան չի մատնել, որովհետև պատկերացրեք, լինելով աշխարհում, մանավանդ շոու բիզնեսյան կյանքում, շատ դռներ են բացվում, որոնք տանում են ավելի ու ավելի կործանման։ Մանավանդ այն մարդու կյանքում, ով սիրում է ժամանցային վայրերում գտնվել եւ օգտվել աշխարհային ցանկացած զվարճանքներից, չէ։ Իմ պարագայում Աստված ինձ շատ է խրատել եւ ես անընդհատ ամեն անգամ, երբ որ ինձ խրատում էր, ես ասում էի Տեր, ժամանակ տուր ինձ, ես անպայման կապաշխարեմ եւ ինքը ինձ մահվան չի մատնել։ Եվ այդպես անցնում էր մի քանի ամիս, ես խելոք ապրում էի, հետո նորից անցնում էի իմ այն հին ընթացքին, այդպես այնքան տևեց, որ ես իմ մորս կորցնելուց հետո մայրս 56 տարեկան էր, երբ քաղցկեղով հիվանդությունով, բայց Հիսուս Քրիստոսով ննջեց իմ մայրը, ես հեսա անդրադառնամ դրան, թե ինչպես էր իր ընթացքը, ուրեմն ես
համերգների էի եւ վերադարձա տուն տարիներ շարունակ այդ քաղցկեղը կար մորս մոտ, բայց այդ վերջին օրերում շատ սրվեց իր մոտ ու երբ որ ես եւս մեկ անգամ եկա տուն ու տեսա իմ մոր վիճակը, ես բացեցի ավետարանը եւ եկա այն խոսքի վրա կանգնեցի, որ ասում է, որ իմ անունով ինչ որ խնդրեք, ես ձեր համար պիտի անեմ։ Ուրեմն պատկերացրեք, մի կողմից մայրս է ցավերի մեջ, մյուս կողմից ավետարանի խոսքը։ Ես կարդում եմ եւ ասում եմ Տեր, դու ասել ես, որ իմ անունով ինչ որ խնդրեք, ես ձեր համար պիտի անեմ։ Հիմա ես քեզ խնդրում եմ քո անունով, որ գիտեմ, որ մորս ուզում ես վերցնես, որտեվ իր մոտ ծայրահեղ վիճակ է, բայց խնդրում եմ այնպես արա, գոնե ցավ չքաշի, որտեվ հոգեպես ես տանջվում եմ այդ ցավերից։ Բայց ցավերը ավելի սաստկանում էր եւ ես կարծես հակառակվելով Տիրոջը գանգատվեցի եւ ասացի, որ սա ինչ բան է, որ համ ասում ես, որ իմ անունով խնդրի պիտի անեմ, համ խնդրում եմ, չես անում եւ իմ մայրը, քանի որ տարիներ շարունակ նաեւ այդ հիվանդությունը իրեն բերեց հանգեցրեց նրան, որ Տիրոջից ինքը ավելի ամուր բռնվեց, ավելի խորը հոգևոր հասակ ունենալով հանդերձ այդ ցավերի մեջ ինձ հանդիմանեց մայրս եւ ասեց հենց այս բառերով ասեց բալես իմ Աստծուն հանկարծ բան չասես, փառավորվի իր անունը։ Ամեն։ Ցավերի մեջ։ Եվ ես հետագայում այսպես անալիզ անելով հասկացա, որ ինչքան մարդ պետքա խորը հոգևոր վիճակի մեջ լինի, որ ցավի ու տառապանքի մեջ փառավորի Աստծուն եւ իր սիրելի որդուն հանդիմանի, որտեղ մայրս ինչ ահա որ շատ կապված ենք եւ սիրում էր շատ ինձ։ Երաշտական հենց կապվածությունը եւ հոգեպես եւ հասկացողությամբ շատ նման էինք շատ բաներում, բայց այնուհանդերձ ինքը ինձ սաստեց եւ նա Քրիստոսին շատ սիրեց եւ Քրիստոսով ննջեց, բայց ննջելուց առաջ ինձ 3 բան խնդրեց, որ ես ընտանիք կազմեմ, որ ես երգեմ իր հոգևոր գրած երգերը, քանի որ ինքը այդ շոու բիզնեսյան տարիներին նաեւ իմ համար գրում էր մեր մշակութային երգերը, որը մինչև հիմա էլ այսօր ինձ համար մասնագիտություն դարձած է եւ ես ժամանակ առ ժամանակ լինելով տարբեր առիթների ուղեկցում եմ այդ առիթները մեր մշակութային երգերով մայրս ինձ այդ հարցում էլ շատ օգտակար եղավ, բայց այդ վերջի տարիներում ինքը սկսեց նաեւ գրել հոգևոր երգեր ու ասեց կերգես այդ հոգևոր երգերը եւ անպայման բնականաբար առաջնահերթ կապ աշխարհես։ Եվ ես միշտ սիրում եմ ասել, որ երբ որ ծնողիդ հանձնում ես հողին եւ նա Քրիստոսով է ննջում, սա պատվով է։ Պատվով հանձնել է հողին։ Որովհետեւ երբեք կասկած չես ունենում նրա կորստյան հետ կապված, թե ինչ եղավ, ինչ չեղավ։ Հիշում ես ցավերի մեջ մի կնոջ, մի ծնողի, ով փառաբանում էր Տիրոջը։ Եվ վերջերս մեր եղբայրներից մեկի հետ, այդպես ավագ եղբայրներից մեկը Աստծո խոսք էր խոսում եւ այդպես խորը հավատքի կյանքի մասին անդրադառնալով ասում էր, որ Հոբը իր ցավերի մեջ, տառապանքի մեջ փառաբանում էր Աստծուն։ Եթե ուզում եք հասկանալ, թե դուք իրոք հոգևոր մարդիկ եք եւ ինչ հասակ ունեք, ուրեմն դժվարության մեջ պետք է հասկանաք ցավի մեջ եւ տառապանքի մեջ։ Քանի որ օրհնությունների համար մենք փառք ենք տալիս Տիրոջը։ Օրհնյալ լինի նա իր օրհնությունների համար։ Այստեղ շատ հեշտ է գոհանալ, փառաբանել եւ շնորհակալություն հայտնել եւ գոհունակ սիրտ ունենալ։ Բայց երբ որ գալիս է ցավի եւ տառապանքի ժամանակ, այդտեղ փառաբանել Աստծուն, սա հրաշք է իսկական։ Եվ ես ասեցի իմ եղբորը, որ ես իմ տան մեջ տեսել եմ դա ինչ բան է։ Դա եղել է իմ մայրը, որ ցավերի մեջ փառաբանել է Տիրոջը։ Հենց այսպես է ընդունում անգամ ցավը, վիշտը, հիվանդությունը վերածնված մարդը։ Այո։ Ով որ իրապես հանդիպում է ունեցել Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Քանի որ հասկանում է, որ երկրային կյանքի ավարտը դա երկնային կյանքի սկիզբն է, որովհետև մենք չենք մահանում, մենք ապրում ենք հավիտյանս հավիտենից եւ մայրիկը հիմա
Աստծո այն փառքերի մեջ է, Աստծո սուրբ անմիջական ներկայության մեջ օրհնյալ լինի իր հիշատակը եւ վստահ օրից օր մենք էլ մոտենում ենք այդ օրվանը, որ պիտի Մայրիկի փառաբանությանը միանանք երկնքում։ Փառք Աստծուն, հրաշալի վկայություն է։ Դավիթ եղբայր, կարող եք թվարկել այն երգերը, որ գրեց ձեր մայրիկը եւ դուք երգում եք այսօր հոգեվոր դաշտի մեջ։ Այդ երգերից ես մի քանիսը երգել եմ եւ մի քանիսն էլ կան, որ պետք է կյանքի կոչեմ։ Երգը, որ ես սկսեցի հաճախել եկեղեցին դարձի գալուց հետո, հենց այդ երգը սկզբից երգեցի, Ներիր է կոչվում է թափառում էր իմ հոգին, մեղքի խավարում կրկին եւ երկուսն էլ կան, այնտեղ կա երգ ամպերով մանկական է, եւ մի երգ էլ կա, կոչվում է Սիրտն իմ բաբախում է միայն քեզ համար, այդ երեք երգերը եւ մի քանիսն էլ կան, որ պետք է անպայման կյանքի կոչեմ այդ երգերը։ Քանի որ շոու բիզնեսի մեջ եք եղել 10 տարիների ի վեր եւ նաեւ այսօր վստահ կարող ենք ասել Հիսուսի բեմերի վրա եք, խորանի մեջ կծառայեք, ինչ տարբերություն կտեսնեք։ Այ կուզենայի այդ տարբերության մասին երկու բառ խոսեինք։ Տարբերությունը այնքանով է ակնհայտ, որ այնտեղ, երբ որ քո մասնագիտությամբ գնում ես գումար վաստակելու, այդտեղ դու մտածում ես միայն այդ գումարի մասին, որը որ պետք է հոգաս քո հարցերը եւ պահես քո ընտանիքը, եւ այդտեղից ոչինչ հոգեվոր սնունդ եւ այլն ոչինչ չունես տանելու այդտեղից։ Իսկ երբ որ մենք գալիս ենք, հավաքվում ենք եկեղեցով եւ ծառայում ենք, դա մեր նպատակն է լինել Տիրոջ գործին գործակից եւ դրանից առաջ ավելի մինչեւ գործակից լինելը աղոթքով, երկրպագությամբ մեր հենց լցվելն է կարևոր։ Այսինքն մենք հաղորդակցվում ենք մեր Տիրոջ հետ։ Այնտեղի հաղորդակցությունը զուտ մարդկային էթիկայի կանոններից ելնելով, հարգանք, սեր բնականաբար կա, բայց այնտեղ չկա ինչ-որ մի բան, որ դու կարող ես լցվել հոգևոր արժեքներով, բայց եկեղեցին մեր պատրաստվելու վայրն է, մեր նորոգվելու վայրն է, որտեղ մենք ամեն անգամ լցվում ենք, ամեն անգամ սովորում ենք սիրո մեջ առաջանալ, սովորում ենք ներելու մեջ առաջանալ եւ այն հոգևոր արժեքները, որը որ պետք է մեզ հասցնի երկինք, այդ ամենը մենք ունենում ենք եկեղեցում։ Դրա համար ինձ համար առաջնահերթ հոգևոր երգերն են եւ հոգևոր երգերով ծառայելն է եւ երկրորդականը նոր մեր մշակութային երգերը։ Մենք բոլորս շատ օրհնվում ենք եւ շատ լցվում ենք Սուրբ Հոգով ձեր ծառայությամբ առանց չափազանցնելու եւ պետք է ասել, որ իրապես երջանկություն է, երբ որ գալիս է այդ գիտակցությունը, այդ հասկացությունը, որ ես պիտի փառաբանեմ Տեր Հիսուս Քրիստոսին երկրի վրա, քանի որ որքան տարօրինակ է հնչի, երկրի վրա Աստված քիչ երկրպագուներ եւ փառաբանողներ ունի։ Իսկ երբ որ մարդը ունենում է այսպիսի տվյալներ, ինչպիսին դուք ունեք, գիտեմ որ Տիրոջ փառքի համար կասեմ, առավել եւս ես կուզեմ այսօր այս հաղորդման մեջ ասեմ, որ Աստծո սիրտը ցնցում է եւ ուրախանում է ամեն անգամ, երբ որ դուք իր բեմը կբարձրանաք, իր անունը կփառավորեք, որովհետեւ Աստված այդպիսի փառաբանողներ եւ երկրպագուներ է փնտրում երկրի վրա։ Քանի որ մեր կյանքը շատ կարճ է, Հակոբոս Առաքյալը կասի գոլոշի պես է, որ կերևա եւ կանհայտանա, եւ ինչ որ կարողացանք այդ գոլոշի ժամանակահատվածում անենք, դա է արձագանքելու հավիտենականություն։ Այնպես որ Տերը օրհնի ձեզ եւ ձեր ծառայությունը իր դաշտում իր փառքի համար։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն, որ եկաք եկեղեցի, իմիջիալոց քանի տարի առաջ դա տեղի ունեցավ։ Դա 13 թիվն էր, 13 թվի վերջ։ 13, այո։ Արդեն բավական է, պետք է ասել։ Ինչպես արձագանքեցին ձեր ընկերները, ձեր շոու բիզնեսի ընկերները մանավանդ ինձ հետաքրքիր է, ինչ միտ կարծիք կազմեցին ձեզ համար այդ լուրջ հավատքի քայլը անելուց հետո։ 13 թվին ես երբ ասում էի դրանից առաջ անընդհատ ասում էի, չէ, Տեր կապաշխարեմ,
եւ Տերը ինձ մահվան չէր մատնում, 13 թվին արդեն Մոսկվայում էի, նորից Մոսկվա էի եկել, արդեն ամուսնացել էի եւ շարունակում էի նորից ապրել իմ հին կյանքով։ Եվ այդտեղ Տերը ինձ շատ խիստ խրատ ու ծեծ տվեց եւ Տերը ինձ հետ երկնքից խոսեց։ Այնպիսի հստակ խոսեց, որ ես ուղղակի չգիտեմ ոնց խոսքերով բացատրել, բայց կարելի էր սարսափել։ Կարող եք մի քիչ մանրամասորեն ասել ինչպես դա եղավ երազի տեսիլքի քարոզի միջոցով։ Ես արթնացա առավոտյան եւ տանը բոլորը քնած էին։ Ես շատ երբ որ արթնացա, կարծես թե ես ուրիշ մարդ լինեի արդեն, որոշման առաջ կանգնած մարդ լինեի, ոչ թե արդեն վերափոխված, այլ որոշման առաջ կանգնած, վերջնական որոշման առաջ կանգնած։ Եթե սրանից առաջ կարծես թե ես անընդհատ օգտվում էի Տիրոջ սիրուց եւ ասում էի սպասիր եւ ինքը իմ գլուխը շոյելով անընդհատ սպասում էր, ճիշտ է խրատում էր, բայց այդպես ուժգին չէ։ Այս անգամ շատ խիստ էր, որը որ ինձ միանգամից դարձի բերեց եւ վերջնական։ Եվ խոսքերը հետեւյալն էին, ես լսում էի այդ ձայնը, որ ինքը խոսում էր ինձ հետ հստակ բառերով եւ ասում էր Դավիթ 32 տարի դու ինչպես ուզել այնպես ապրել ես, ես քո կյանքը խնայել եմ, բայց եթե սրանից հետո չապաշխարես եւ չդառնաս, այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը։ Քանի որ ես պատանի տարիքից կարդացել էի խոսքը եւ ժամանակ առ ժամանակ էլ կարդում էի, այդ խոսքը ինձ շատ մոտ էր, ծանոթ էր եւ ես հասկացա ինչի մասին է խոսքը եւ այնպիսի խիստ էր խոսքը, որ մի անգամից ես դարձի եմ եկել, ես տոմսերը գնեցի ու ուղիղ եկել եմ Հայաստան Սուրբ Ծննդյան օրով եկեղեցի եմ մտել ու մինչև այսօր եկեղեցում եմ։ Ես փառք եմ տալի իմ Տիրոջը, մի երգ կա, որ ասում է պատժող ձեռքդ համբուրեմ ես, որտեվ Տերը ասեց ես որտեղ որ վիրավորում եմ, այնտեղ էլ վիրակապում եմ, այսպիսի թարգմանություն էլ կա, չէ՞։ Համ ծեծում է, համ բուժում է, համ լավացնում է, եւ այդ ծեծը ինձ համար այդ խոսքերի ծեծը, որ երկնքից խոսեց ինձ հետ, ինձ արդեն դա բավական էր, որ ես լրջանայի հավաքեի ինձ օգնեց, որ ես մինչ օրս եկեղեցում եմ։ Եկեղեցուց հետո արդեն որ ես եկա, ես կարծես նորածին մանուկ լինեի, որ անհոգ, խաղաղ, հանգիստ ապրում էր իր համար։ Իմ շոու բիզնեսյան ընկերները պատերի տակ ծաղրում էին ինձ ամենուրեք։ Իմ առջև կարծես թե այսպես ոմանք խղճահարական հայացքներով էին նայում ինձ, ոմանք ասում էին մենք առաջվա Դավիթին ենք ուզում տեսնենք, որտեղ առաջվա Դավիթը ամենուրեք իրենց հետ էր եւ ինչ որ իրենք անում էին, ես մասնակից էի իրենց գործերին։ Թեպետև ես իրենց սիրում եմ եւ մինչեւ հիմա էլ սիրում հարգում եմ։ Դա չի նշանակում, որ իրենք ապրում են այդ կյանքով, ուրեմն ես իրենցից լավն եմ, ոչ, ուղղակի ինձ Տերը ողորմություն է արել եւ ես իրանց համար աղոթում եմ միշտ ու խնդրում եմ Աստծուն, որ իրենք էլ դառնան Տիրոջը, գան եկեղեցի։ Եվ այնպես եղավ, որ իմ եւ մի քանիսն էլ իմ հետ իմ ընկերներից ապաշխարեցին ու այդպես տարածվել էր լուրերը, որ ոմանք ասում էին դարձել են ու շատերը աղանդավորներ են դարձել, շեղվածներ են դարձել ու հերոստատեսությամբ մեր նկարները ցույց տվեցին այդ ժամանակ, որ աղանդավորները մեր մեջ, բայց գիտեք իմ հետ ինչ էր կատարվում, իմ ուրախությունը անպակաս էր իմ դեմքից, որովհետև Աստված իմ մեջ դրել էր մի դավանանքի, այսպես ուժգին զենք, եւ մինչեւ հիմա այդ զենքը իմ մոտ պահպանված է եւ ես այդ հուշք ու հարվածները կարողանում եմ տալ թշնամուն, դավանանքի զենքն է դա, որ Տերը իմ մեջից ամոթը վերացրեց բոլորովին։ Եվ ես որտեղ որ հայտնվում եմ, ես դավանում էի Քրիստոսի մասին։ Եվ ես իրեն տեսնում էի այս անտեսանելի աչքերով անընդհատ, ու մինչև հիմա էլ բոլորս էլ տեսնում ենք։ Ու ինձ իմ գոլեգաներին, շոու բիզնեսյան երգիչ-երգչուհիներին միշտ վկայում էի։ Դե այդ ժամանակ ես աշխատում էի նաև
տարբեր կորպորատիվ առիթների ներկա է գտնվում, քանի որ ասացի, որ դա իմ մասնագիտությունն է եւ վաստակը, արդեն պահպանելով իմ չափերը, հասկանալով, որ ինչն է ավելի պարկեշտ, թեկուզ լինելով այդ աշխատանքի մեջ, չէ, գոյություն ունի չափ ու սահման ամեն ինչը, որ կարելի է գեղեցիկ մատուցել եւ գեղեցիկ հրամցնել մարդկանց, այդ ամենը պահպանելով հանդերձ ես չէի կորցնում առիթը եւ վկայում էի իրենց, ամեն օր խոսում էի Աստծո խոսք։ Ես գնում էի ինչ-որ մի հարսանիք էր եւ ինձ հրավիրում էին երգելու, մինչ երգելը, որ մենք գտնվում ենք ինչ-որ մի սենյակում, սպասում ենք, սպասասրահում, երգիչները, երաժիշտները, ես առիթը չէի բաց թողում, անընդհատ Աստված իմ շուրթերին ու սրտին դնում էր, որ ես խոսեմ ու պատկերացնում եք քար լռություն էր տիրում այդտեղ, որտեղ Աստված շատ ուժեղ կերպով օգտագործում էր։ Քար լռություն էր տիրում, բոլորը այսպես կարծես մանուկների պես լսում էին եւ շատերը ընդունում էին եւ շատերի մեջ այդ սերմերը ցանելա Տերը իմ միջոցով հենց ռեստորաններում, հենց նմանատիպ վայրերում ես խոսում էի անընդհատ ու հետո տարիների մեջ ես տեսնում էի մարդկանց, ում հետ որ ես խոսել էի, մեկ այս եկեղեցում է, մեկ այն եկեղեցում է, ուրախանում էի։ Սա չեմ ասում, որ ես ոչինչ չեմ արել, ես ուղղակի անոթ եմ, ինչպես դու, ինչպես մեր քույրեր եղբայրները, որ օգտագործվում ենք եւ քավլիցի, որ մենք սրանով պարծենանք, մենք միայն պարծենում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Լսելով ձեր վկայությունը, հրաշալի վկայությունը, երկու բան եկավ մտքիս։ Եբրայերեն լեզվով հոգին նշանակում է նեֆեշ, այսինքն հանգիստ։ Հունարեն լեզվով հոգի նշանակում է փսյուխե, այսինքն կյանք։ Աստված ստեղծել է մարդու հոգին հանգստի համար, որ ինքը հանգիստ լինի։ Այո։ Ինչու է ինքը անհանգիստ, որովհետև հեռացել է Աստծուց։ Ես կուզեմ մեր հերոստատիտողների համար ասեմ, վստահեցնելով, այսինքն այն խոսքերը, որ նոր լսեցինք, այն ճշմարտությանը, որ մարդու հոգին առանց Քրիստոս անհանգիստ է։ Ինքը չի կարող հանգիստ գտնել, մինչև չգտնի խաղաղության աղբյուրին, որ Հիսուս Քրիստոսն է, եւ դուք գտել եք։ Արդեն դա մեծ երջանկություն է, մի գանձ է, որ գտել եք ու փառքասուն դրա համար։ Երկրորդը, այն ինչ որ մարդիկ կնայեն ինձ, ձեզ կամ մեզ հավատացյալներիս եւ աղանդավոր կկոչեն, առիթ օգտագործելով կուզենայի ասեի, որ մարդը իր ինքնությունը իրական, իր մարդկային տեսակը տեղն է գալիս, երբ որ Քրիստոսին է ընդունում։ Որովհետև մինչ այդ ինքը այն պատկերը, որը Տերը ստեղծել է, աղավաղված է մեր մեջ։ Եվ դրա համար առանց վիրավորելու մեր հերոստատիտողներին կամ նրանց, ովքեր դեռ դարձի չեն եկել Տիրոջը, բայց մարդը իրական մարդ է դառնում, մեծատարող մարդ է դառնում, երբ որ Հիսուս Քրիստոսին է հանդիպում եւ փառքաստուն դրա համար։ Ես ուզում եմ հարցնեմ, դուք ինձանից շուտ պատասխանեցիք, որ վկայել եք ձեր գոլեգաներին Տիրոջ մասին, որովհետև նամանավանդ դուք ունեք հնարավորություն հանդիպելու աստղերի հետ, հանրաճանաչ երկիչների հետ, որոնց մենք մուտք չունենք, այսինքն մենք չենք կարող դեմ առ դեմ հանդիպել, բայց դուք ունեք այդ հնարավորությունը համերգների, տարբեր միջոցառումների եւ Տերը օրհնի ձեզ, որ վկայում եք, բայց միգուցե պետք չի անուն տալ, բայց այն աստղներին, որոնց ճանաչում են բոլորը, երբ որ դուք վկայում եք, ինչպիսին է իրենց առաջի ռեակցիան ավետարանի նկատմամբ։ Ոմանք միանգամից են մերժում, ոմանց մեջ էլ ինչպես մեր մեջ ի սկզբանե դրված էր այն հավատքը եւ այսօր ձևավորելով Տերը բերեց հասցրեց իրական իր տեսքին, ոմանք էլ հենց ոնց մենք էինք առաջ ընդունում, այդպես ուրախությամբ ընդունում են, այնպես ինչպես կա, այնպես ինչպես խոսքն է ասում։ Եվ ես դրանից շատ եմ ուրախանում, որովհետև հետ նայելով ես տեսել եմ այն ընթացքը, որ Տերը աշխատել է ինձ հետ, ես վստահ եմ, որ իրենց հետ էլ է նույն կերպ աշխատելու եւ բերելու է, հասցնելու է կատարյալ օրի։ Որովհետև խոսքը ասում է, որ արդարների օրը ծագող արեգակի պես է, չէ՞։
Լույսը ցակող արեգակի պես է, որ հետս հետ է պետք է հասցնի կատարյալ օրի։ Այսինքն, երբ որ մենք հավատում ենք, դեռ կատարյալ չենք, դեռ մանուկ ենք, դեռ կաթնակեր ենք, կաթի կարոտ ենք, հետո կամաց-կամաց սկսում ենք ավելի պինդ կերակուր ուտել եւ այդպես այն գործը, որ Տերը իմ ու քո մեջ սկսել է, անպայման կատարյալ օրի է հասցնելու։ Եվ ես դրա համար հավատում եմ, որ երբ որ ես իրենց խոսքը ասում եմ, իրենք ուրախությամբ ընդունում են։ Գիտեմ, որ ինչպես ինձ է սիրում Տերը, նույնքան էլ իրան է սիրում, եւ իմ արժանինքների համար չի, որ ինձ հասցրել է բերել է եկեղեցի, այլ իր կատարյալ սիրո համար է դա, եւ ես ուրախ եմ նրա համար, ովքեր որ ոնց խոսքը կա այդպես ընդունել են, դա իր պտուղները տալու է, որտեվ ասում է այն անձրևը, որ գալիս է երկրի վրա, եւ իր պտուղը տալիս է, այնպես էլ Աստծո խոսքը, երբ որ եկել է այստեղ մեր մեջ, անպայման իր գործը պետք է անի։ Եվ զուր տեղը չի վերադառնալու։ Առավել եւս որքան ուրախ է Աստված, երբ որ ունենում է այսպիսի անոթներ, ինչպիսին եք դուք եւ բոլոր Աստծո սուրբերը երկրի վրա, որոնց կարող է օգտագործել իր փառքի համար։ Քանի որ իրապես ժամանակը շատ սուղ է, ժամանակը շատ քիչ է, մենք հավիտենականության հետ համեմատելով մի քանի տասնյակ տարի ենք ապրում, որ մեկ ակնթարթի պես է եւ վստահ անգամ այն մարդիկ աստղերը լինեն կամ սովորական մարդիկ, չնայած որ աստղերն են մարդիկ պարզապես, բայց եթե անգամ մերժում են, վստահ ենք, որ այն խոսքը, որ ցանվում է, Սուրբ Հոգին կշարունակի աշխատել իրենց կյանքի մեջ եւ մի օր պտուղ կտա։ Անպայման։ Որովհետեւ Աստծո խոսքը ապարդյուն չի անցնում։ Փարթիրոջ դրա համար։ Ուղղակի պետք է լինել անկեղծ։ Ամենաառաջի ուրեմն պայմանը հոգեվոր կյանքի մեջ դա պարզությունն ու անկեղծությունն է։ Եթե դու հավատացել ես անկեղծ եւ դու տեսել ես այն անտեսանելին եւ դու նպատակ ես դրել հասնելու դրան, անկեղծ ու պարզ լինելով Տերը ճիշտ քեզ կօգտագործի, եթե դու թույլ տաս, որ Տերը քեզ օգտագործի, այլ ոչ թե սարքել մարդկային ինչ որ բաներ, ավելի այսպես կրոնական բաների գնալ, ավելի ծիսակատարողական բաների գնալ, ոչ, դա մեզ ընդհակառակ ավելի հոգևոր անկման է տանում։ Բայց երբ որ անկեղծորեն եւ պարզությամբ է ստրվում այդ կյանքին, միգուցե այդ ճանապարհի մեջ դու սխալներ թույլ տաս, միգուցե դու ընկնես, ասում է արդարը, եթե 7 անգամ էլ ընկնի, ես նրան պետք է կանգնեցնեմ։ Ինչի համար է կանգնեցնում արդարը։ Միգուցե միթե իր արդարության մասին է խոսում։ Այդ արդարի մասին չէ խոսքը, որ ինչ որ գործեր է կատարել եւ արդար է կոչվում, այլ այն արյունը սուրբ, որ թափվել է ինձ համար ու քո համար եւ արդարացրել է ինձ ու քեզ։ Եւ դու այդ արդարությունից ես պինդ բռնված, եւ դու այդ արդարությունը ունենալով հանդերձ ընկնում ես այդ ճանապարհի մեջ։ Միգուցե ինչ որ մի գեշ բան էլ թույլ տաս քեզ։ Միգուցե քո հոգեվոր վիճակը ինչ որ մի պահի թուլացած լինի։ Ալեկոծության։ Թերացել ես ինչ որ մի հարցում, միգուցե աղոթքի մեջ ես թերացել, միգուցե կարդալու մեջ ես թերացել, եւ դա բերել է քեզ հանգեցրել է հոգեվոր մի անկման, որտեղ որ արդեն թույլ լինելով, ինչ պետք է անի մարդը, ինչ որ մի վատարարք, ինչ որ մի գեշ բան, չէ, կամ խոսք դա կլինի, կամ վերաբերմունք կլինի, դա կլինի արհամարանք, դա կլինի ինչ որ ցանկացած մի բան, ընկար, բայց դու բռնված ես Տիրոջ արդարությունից, այն արյունից, եւ դա ինձ ու քեզ անպայման ոտքի է կանգնացնելու, որովհետեւ դու անկեղծորեն տրված ես Տիրոջը եւ դու նպատակ ունես, Տերը տեսնում է քո նպատակը։ Դու ինչի համար ես ապրում։ Ապրում ես այս կյանքը վայելելու համար։ Ապրում ես ինչ որ հարստություններ կուտակելու համար։ Ապրում ես լավ տուն, լավ մեքենա ունենալու համար։ Ուրեմն ամենաթշվառ մարդիկ ենք մենք, եթե դրա համար ենք ապրում։ Իսկ եթե մենք տեսել ենք անտեսանելին եւ ապրում ենք դրա համար, որ հասնենք այն խոստմանը, այն բնակարաններին, չէ՞ որ Տերը ասեց, ես գնում եմ, իմ հոր տանը շատ բնակարաններ կան, ես գնում եմ եւ դարձյալ պիտի գամ, գնում եմ ձեր համար բնակարան պատրաստելու եւ դարձյալ պիտի գամ եւ ձեզ ինձ հետ տանեմ։ Մենք այս հույսի համար ենք ապրում, մաս եղբայր ջան։
ինչ որ բաներ չենք անում մենք հատուկ։ Այո, հրաշալի կենթանի հույս է դա։ Այո։ Եւ վստահ եմ, որ երկնային Երուսաղեմում բոլորս պետք է այսպեսի հրաշալի ձայն ունենանք, ինչպես դուք ունեք։ Եվ Ես հույսով ենք։ Ես կարծում եմ, որ եթե երկնային Երուսաղեմի ձայները լսենք, իմ ձայնը դրա կողքին ընդհանրապես չի երևա, որովհետև այնտեղ կատարյալ է լինելու եւ այո, հույս ունեմ, որ թե մենք պետք է 10 լարանիներով եւ 1000 լարանիներով նվագենք եւ երգենք եւ հավիտյան ցնցանք ու ուրախանանք մեր Տիրոջ հետ։ Դավիթ եղբայր, մի քիչ խոսենք ձեր ընտանիքի մասին, եթե կարելի է։ Ձեր ընտանիքը ձեզ հետ միասին հավատքի մեջ է, եկեղեցի է գնում, մի քիչ եթե կարելի է պատմեք ընտանիքի մասին։ Այո, կինս ինձ հետ է, որտեղ ես եմ, այնտեղ էլ ինքն է, երեխաներս նույնպես, ուղղակի այստեղ խնդիրը մի քիչ այսպես ճանապարհների հեռավորության հետ կապված է, որ այս պահին ես մի քիչ հեռու եմ ապրում Մոսկվայից եւ ճիշտ է, ամեն կիրակի մենք գտնվում ենք եկեղեցում, բայց մի քիչ այդ հեռավորությունն է, որ լինում են խցանումներ, լինում են ինչ որ հարցեր, որ մի քիչ խոչընդոտ է հանդիսանում, բայց ես իմ երեխաներին աշխարհին չեմ տա երբեք։ Ոչ մի դեպքում։ Ձեր երեխաները եւ ձեր կինը ձեր երգերը կլսեն։ Լսում են, այո։ Գիտեք, երբ որ այն process-ը, այն գործընթացը, որ իմ ձայնագրության տաղավարում տեղի է ունենում, ես ունեմ այդ տաղավարը, ստուդիա մեր լեզվով ասած, որ այնտեղ ձայնագրում եմ իմ երգերը, այդ գործիքավորումները, վերջը, այդ գործընթացի ժամանակ իրանք միշտ ներկա են լինում եւ լսում են, թե ինչ ընթացք է կատարվում։ Ու այդ ընթացքում մի քիչ շատ են իրանք սկսում լսել ու սկսում են հերթով երգել։ Ես պատրաստում եմ փառաբանության խումբ իմ տանը։ Իմ երեխաները Փառք Աստծո բոլորն էլ լսողություն ունեն։ Հետագայում թե ինչքանով կաճեն, դա արդեն կախված է իրենց աշխատասիրությունից, թե ինչքան կաշխատեն։ Դե բնականաբար ես իրենց կուղղորդեմ, կուղեկցեմ, կհանդիմանեմ, կասեմ, ինչ որ ինձնից հասնում է, բայց շատ կուրախանամ եւ իմ Տիրոջից շատ շնորհակալ կլինեմ, որ իմ երեխաները գտնվեն աշխատասեր, որտեղ ունեն այն երկնային շնորհները բոլորն էլ եւ դրանք ավելացնեն օրորի։ Ու կինս նույնպես երաշտական է, ես երբ որ պատկերացնում եմ, ես ցնծում ու ուրախանում եմ, որտեղ ես գիտեմ եւ վստահ եմ, որ մեծանալով իրենք իմ աջ ու ձախ կողքերում պիտի կանգնեն եւ եթե անգամ այս մարմինս իմ տկարանա եւ ես էլ մեծանամ, իմ ձայնն էլ մի օր այդքան էլ չէ հերիքի, որ ես երգեմ, ես գիտեմ, որ ես պիտի թողեմ սերունդ, ովքեր որ պիտի շարունակեն իրենց հայրիկի գործը, սուրբ գործը, որը որ Տիրոջն է երկրպագում, որով որ Տիրոջն է բարձրացնում, փառաբանում, գոհանում, շնորհակալություն հայտնում եւ շատ սրանք հասնում են աշխարհի տարբեր ծայրեր։ Ես հետևեցի, որ ժամանակ առ ժամանակ, չգիտեմ քանի երկի ժամանակ, ընտանիքը նաեւ վիդեոկլիպների մեջ ներգրավվեց։ Մի քանի երգերը, այո, այդպես են արել։ Հեշտ համաձայնվեցին, թե համոզում էիք ձեր կնոջ երեխաներին։ Չէ, այստեղ համոզելու ոչ մի խնդիր չի առաջացել, որտեղ իրանք սիրում են երգել եւ ես էլ երբ որ իրենց իմ երեխաներին բացատրում եմ, որ Հիսուսը ով է մեզ համար, որ Հիսուսը անընդհատ հետևում է մեզ, Հիսուսի աչքերը անընդհատ հետևում են, անգամ շատ այսպես մանրակրկիտ եմ բացատրում, ասում եմ, երբ որ դու հիմա գտնվում ես այս սենյակում եւ տեղափոխվում ես այն մյուս սենյակ, Հիսուսը տեսնում է քեզ, թե դու ոնց տեղափոխվեցիր այն մյուս սենյակ, ու երեխաների մեջ այն մանկական པարզ հավատքը, երբ որ այդ ժամանակ սկսում ես իրենց հետ խոսել, իրանք միանգամից են ընդունում դա։ Այն խմոր վիճակի մեջ իրանք ընդունում են։ Եվ ես իրանց բացատրել եմ, որ հոգևոր երգերը դրանք Տիրոջը շնորհակալություն, երկրպագություն մատուցելու համար է, երեխեք ջան, եւ նա ամեն վարքյան պահում է ձեզ ամեն փորձանքից, ամեն վատ բաներից,
ասում եմ տեսնում եք երեխաներ կան աշխարհում, որ գնացին, վթարի ենթարկվեցին, ջարդվեց մեկի ոտքը, մեկի թևը, հիվանդանոցները տարան իրենց բուժելու եւ այլը, ոմանք էլ մի քիչ սուր չեմ ուզում այդպես խոսել իրանց հետ, բայց ավելի վատ բաներ էլ է լինում, բայց ասում եմ, տեսեք, Հիսուսը հիմա ձեզ պահում է, պաշտպանում է։ Ուրեմն ինչ պետք է անեք դուք այդ Հիսուսի համար։ Պետք է առաջի հերթին ասեք շնորհակալություն ձեր Տիրոջը ամեն բարիքի համար։ Եվ այսպես ես իմ երեխաներին անընդհատ եմ խոսում Հիսուսի մասին։ Ու այսպես համոզելու հատուկ ինչ որ մեթոդ չկա, Փառք Աստծո, որտեվ գիտեմ, որ ընտանիքներ կան, որ հատուկ մեթոդներ են օգտագործում համոզելու, որ այդպես տանեն եկեղեցի երեխաներին, ցավալի է դա, թող Աստված օգնական լինի, բայց իմ ընտանիքում նման բան չկա, փառք եմ տալի Աստծուն, թե իմ կնոջ հետ կապված, թե երեխաների։ Ձեր ընտանիքում, ձեր կյանքի մեջ ուղիղ կատարվեցին Աստծո խոսքը, կատարվեց Տիրոջ խոսքը, հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ կփրկվես դու եւ քո տունը։ Այո։ Փառք Աստծուն։ Վստահ կարող եմ շնորհավորել ձեզ դրա Փառք Հիսուսին։ Եվ մյուս տեղում էլ ասում է ես եւ իմ տունը մեր Աստծուն պիտի պաշտենք։ Ամեն։ Փառք Աստծո։ Դավիթ եղբայր, մեծ լսարան ունեք, որի համար Աստծուն փառք, Փառք Աստծո, որոնք հազարավոր մարդիկ սիրում են ձեր տաղանդը, ձեր երգերը, բոլորս շատ ենք սիրում։ Ձեր սրտի խոսքը ուղերձը կուզենայի, որ թե ձեր լսարանին ուղեիք, թե մեր հայրենակիցներին։ Նախ ասեմ, որ որպես լսարան, եթե վերցնենք ավելի շատ եկեղեցու ժողովուրդը, մեր հոգևոր քույր եղբայրները, ինձ եւ ձեզ մաղթում եմ, որ մենք զինվենք ամենակարևորը մեր Տեր Հիսուս Քրիստոսի սպառազինությամբ, այն, որ մեզ հասցնի մինչև վերջ, մինչև նպատակակետը։ Սա է մաղթում առաջի հերթին մեզ, նորոգվել ամեն օր։ Իսկ ինչ վերաբերվում է մեր հայրենակիցներին, պիտի ասեմ, ովքեր որ հավատք ունեն ի սկզբանե, ինչպես իմ մեջ է Տերը դրել, մի ամաչեք, դավանեք եւ առաջ գնացեք, որովհետեւ ամոթը արհամարելը պետք։ Եթե ամոթը չարհամարեք, այդ ամոթը ձեզ կհանգեցնի միտեղ, որ դուք կբախվեք Աստծո այն խոսքի հետ, որ ասում է, թե ով ինձ եւ իմ խոսքերը ամոթ համարի, ես էլ նրան եմ ամոթ համարելու վերջի օրը իմ հորս եւ իմ հորհրեշտակների առաջ։ Եվ ով ինձ ուրանա, ես էլ նրան եմ ուրանալու, իմ հոր եւ իմ հորհրեշտակների առաջ։ Դրա համար ես մեր հայրենակիցներին կոչ եմ անում, որպեսզի խելացի գտնվենք առաջի հերթին, միտք առնենք եւ հասկանանք, որ կարճ է այս կյանքը եւ վաղը միսօր չգիտենք ինչ կլինի մեզ հետ, թեպետև ցանկանում եմ երկար կյանք բոլորին, բայց ամեն դեպքում ժամանակը պետք է գնել, որտեղ ոսկուս թանկ է եւ ի օգուտ մեզ համար անել։ Եթե իհարկե կա այդ հավատքը եւ դուք հավատում եք, որ իսկապես մեր Տեր Հիսուս Քրիստոսը խաչվել է մեր մեղքերի համար եւ երրորդ օրը հարություն է առել եւ խոստացել է հավատացողին տալ հավիտենական կյանք, եթե իրոք այս դավանանքը եւ հավատքը կա, ուրեմն գնացեք առաջ։ Ուրեմն մի հանձնվեք։ Եթե ընկնում եք, վեր կացեք ձեր տեղից, նորից շարժվեք առաջ, սիրելի հայ ազգ, սիրելի հայ ժողովուրդ։ Ես թող լինեմ ձեզանից վատը, բայց ես ունեմ նպատակ, հասնելու իմ նպատակին։ Արդարացնողը Տերն է բոլորիս։ Այնպես որ թող Աստված օրհնի մեր հայ ազգին եւ հանի այն մշակներին, շատ մշակներ հանի, որպիսի Տիրոջ դաշտի մեջ գործեն եւ այն ցորենը, որ արդեն հասել է, Տերը իր ժամանակին գա եւ հավաքի։ Մասի եղբայր ջան, թող Աստված օրհնի ձեզ։ Դավիթ եղբայր, վերջի հարցս, ինչ նոր ծրագիրներ, պրոյեկտներ կան, որ, այսինքն նոր երգեր, որոնք դեռ չեն հնչել, բայց պատրաստվում եք ձայնագրել, ներկայացնել հանրությանը։ Այս պահին մեր սիրելի եղբայրներից մեկը ինձ երգ է ուղարկել, երգը որ լինի, մեր սիրելի Վլադիկ Բաղդասարյանի մասին է խոսքը, որ շատ տեղեր իր խոսքերով,
երաժշտություններով, այսպես ներկայացնում են հոգևոր քույր եղբայրները եւ շատ մարդիկ օր ու գիշեր լսում են եւ լեցվում են։ Հիմա իմ սիրելի Վլադիկ եղբայրը նորից խոսքեր է ուղարկել դուետի տեսքով եւ չգիտեմ այս եթերը երբ դուրս կգա, բայց մինչև կարծում եմ դուրս գալը արդեն մեր երգը դուրս եկած կլինի։ Սվետայի հետ կնոջս հետ պետք է երգենք այդ զուգ երգը։ Շատ գեղեցիկ երգ է։ Խոսքերը հրաշք են։ Մի խոսքով հիմա այս պահին այդ եմ պատրաստել եւ սրանից առաջ էլ մեր սիրելի Մերի Հովանիսյանի հետ էինք մի հատ երգ պատրաստել, որ կարծում եմ մոտակա այս մի քանի օրը պետք է որ հույս ունենանք, որ դուրս կգա, էլի մի խոսքով մենք ենք։ Փառք Աստծուն, շնորհավորում եմ նոր ծրագիրների համար եւ ցանկանում եմ Աստծո դաշտի մեջ եւ ձեր կյանքի մեջ նորանոր հաջողությունների հասնեք Տիրոջ փառքի համար։ Շնորհակալ եմ Դավիթ եղբայր այս հարցազրույցի համար, այս ժամանակի համար։ Տալիս Աստծուն այս հնարավորության համար, որովհետեւ ամենքս էլ գտնվելով այստեղ քիչ թե շատ, մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ քիչ, բայց կարողանում ենք ինչ որ մի բան փոխանցել մեր հեռուստադիտողին, ովքեր որ դրա կարիքը ունեն, ովքեր որ սպասում են ինչ որ մի վկայության, մի խոսքի, որպեսզի իրանք էլ ոգևորվեն, ոգեշնչվեն այդ ամենից եւ հասկանան, որ ամեն ինչ ավարտված չի, դեռ հույս կա եւ Տեր Հիսուս Քրիստոսը չի սպասում, որ մարդը ինչ որ մի վատարար գործի, որ սպանի նրան կամ կորցնի, ոչ, նա կյանքն է տվել, նա իր արյունն է թափել, այդպիսի հեշտությամբ երբեք ոչ մեկի չի հանձնելու։ Միայն մի դեպքում, երբ որ մարդը մերժի Հիսուսին եւ ասի ես այս աշխարհն եմ սիրում, ներողություն Հիսուս ջան, բայց ես չեմ կարողանում, ես գնում եմ։ Այսինքն սա կլինի ինքնական մերժել, բայց քանի դեռ դու պայքարի մեջ ես, անգամ արուն լվիկ ես ճանապարհին այդպես, բայց Տերը տեսնում է, որ վերջը դու ուզում ես հասնես այնտեղ, թեկուզ սանտիմետրներով ես առաջ գնում, բայց գնում ես։ Մի խոսքով ամեն ինչ վերջացած չի, թող բոլորն էլ հույս ունենան, որ ամեն բան լավ է լինելու, ուղղակի պետք է գործել եւ աշխատել։ Շատ շնորհակալ եմ Դավիթ եղբայր, Փառք Աստծուն ձեր կյանքի վկայության համար եւ թող հազարավոր մեր հայրենակիցներ նույն ձևի ճիշտ ընտրություն անեն, ինչ որ դուք արեցիք, ինչ որ մենք արեցինք, ընտրելով Հիսուսին որպես մեր կյանքի Տերը եւ Փրկիչ։ Ուրիշ ճանապարհ էլ չկա, Տերը ասեց, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ամեն։ Սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Դավիթ Թուջերյանի հավատքի կյանքի պատմությունը, վկայությունը։ Ինչպես մենք լսեցինք վկայության սկզբին, Աստված անձամբ ինքը իր խոսքի միջոցով ավետարանի լուրը ցանեց պատանի սրտի մեջ, որը արձագանք ունեցավ իր ամբողջ կյանքի ընթացքում։ Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում բոլորիդ կարդալ ամենակարևոր գիրքը երկրի վրա, երկրագնդի վրա, Աստվածաշունչը, որը իզուր չի կոչվում Սուրբ Գիրք, որը գրքերի գիրքն է։ Աստվածաշունչը դա նամակ է ուղարկված Աստծուց ամեն մեկիս համար, հասցեատերը դու ես։ Բացիր երկնային նամակը եւ այնտեղ դու կգտնես Աստծուն, կգտնես քո փրկության ճանապարհը, կգտնես գանձեր, կգտնես քո կյանքի ինստրուկցիան, թե ինչպես պետք է ապրել այս կարճ կյանքը, մինչդեռ հասնես հավիտենականություն։ Ինչպես մեր այսօրվա հաղորդման հերոսը, դու էլ ընտրիր Հիսուսին որպես քո կյանքի Տերը, Փրկիչը, Հովիվը, առաջնորդը։ Կյանքիդ ավարտին հետ նայելով դու չես փոշմանի, չես ափսոսի այդ ընտրության համար, որովհետև դա ամենաճիշտ ու կարևոր ընտրությունն է։ Սիրելիներ, շնորհակալ ենք ձեր ուշադրության համար, մինչ նոր հանդիպում։